Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ ԵՄԴ սպաները հաստատեցին խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը 20 միլիոն եվրոյի չափով։ Սա ևս մեկ փոքր նշան է, որ այս տարվա կարևորագույն ընտրություններից առաջ Հայաստանն ավելի է մոտենում Եվրամիությանը, նշել է Յոզվյակը։ Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր այն։ Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թվականի հուլիսին Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու եւ ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի եւ պաշտպանական կարողությունների ամրապնդումը, լոգիստիկայի եւ բժշկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամսվա համար։ Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները, նշելով, որ գլոբալ տնտեսությունը շարունակում է մնալ ճնշումների ներքո, աշխարհաքաղաքական անորոշությունների եւ ֆինանսական խստացման քաղաքականության ֆոնին։ ԱՄՀ-ի վերջին զեկույցում ընդգծվում է, որ թեև որոշ տարածաշրջաններում պահպանվում են վերականգնման տարրեր, ընդհանուր աճի տեմպերը մնում են թույլ։ Հատկապես խոցելի են զարգացող տնտեսությունները, որտեղ բարձր տոկոսադրույքները եւ արտաքին ֆինանսավորման սահմանափակումները կարող են խորացնել տնտեսական դանդաղումը։ Հիմնադրամը կոչ է անում կառավարություններին իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ եւ խուսափել մակրոտնտեսական անհավասարակշռությունների խորացումից, ընդգծելով, որ գլոբալ համագործակցությունը մնում է առանցքային գործոն տնտեսական կայունության համար։ ԽՍՀՄ ԽՆԱ-ի բանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։ Փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով դիմել միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք, ավանդատուի խնայողական գրքույկը արկայության դեպքում, տեղեկանք ՎՏԲ Հայաստան Փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ արկա տվյալների մասին, ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր։